Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի 2026-ի խորհրդարանական ընտրություններին։ Նրա աջակիցների համար ամենակարևոր հարցերից մեկն է սա։ Վերջնական որոշումը չունենք ֆորմատների, բայց մեծ հավանականությամբ նաև կմասնակցի։ Ռոբերտ Քոչարյան Կմասնակցի եւ մեծ հավանականությամբ հենց իր դեմքով։ Երկրորդ նախագահը չի հասկանում իրենց ընդդիմադիր հռչակած ուժերի կոչերը, թե պետք է նախկին նախագահները չմասնակցեն ընտրություններին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու շանս չունենա։ Այդ մասին վերջին հայտարարությունը նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանն էր արել։ Ինչ նպատակով է այդ խոսույթը բերում քննարկման օրակարգ։ Երբ որ վերջի մոտ 2 տարվա ընթացքում ինքը ԿՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը սա մեծ էնտուզիազմով չի անում։ Մտածում է մի աղմուկոտ հայտարարություն անի, այդ հայտարարության հետևանքով նաև իր վրա հարձակվեն, այսպես ասենք, դրանով ուշադրություն ինքը ասենց իր անունը ավելի ճանաչելի դարձնի եւ այլն, այս բացատրությունները սրանք են։ Բայց ես այստեղ եւս չեմ տեսնում ողջամտություն, իսկապես չեմ տեսնում, որովհետեւ չեմ հասկանում եւ չեմ տեսնում, որ սա ինչ որ լավ բան է բերելու։ Իր նկատմամբ մի վերաբերմունքս միշտ լավ էր, ինձ համար վերև անսպասելի էր։ Այս թեմայի քննարկումը իր կողմից ընդհանրապես անսպասելի է։ Որ գործող իշխանության վերարտադրվելու հնարավորությունը փոքր է, երկրորդ նախագահը համոզված է։ Եթե ակնհայտորեն ընտրակեղծիքների եւ խախտումների շնորհիվ ԿՊ-ն նորից ընտրվում է։ Ասացիք, եթե ԿՊ-ն ընտրվի, եթեներ չկա։ ԿՊ-ն պետք է չընտրվի եւ ես պլան B չունեմ։ Իսկապես այդ պլան B ես չունեմ ու չեմ ուզում դրա մասին մտածել։ Եթե մենք ճիշտ աշխատենք, ԿՊ-ն վերընտրվելու շանս չունենալու։ Քոչարյանի խոսքով Փաշինյանը թոք է Հայաստանի Հանրապետության վզին եւ այդ թոքից պետք է ազատվել։ Ըստ երկրորդ նախագահի, վարչապետի հույսը մնացել են իրեն ենթակա ուժային կառույցները։ Փողոց մոբիլիզացնելու ռեսուրս նա վաղուց չունի։ Դրա մասին են վկայում անգամ եկեղեցին գրոհելու փորձերի տապալումը։ Բայց իր կոչով դուրս գալ փողոց, գնալ վիարան գրոհել բան չի կարա։ Չունի այդ հնարավորությունը։ Եթե ունենար, ապա այս KGB-ի մեթոդներով չէր սկսի աշխատել եկեղեցու հետ։ Այդ համարձակությունը չունեցավ, հասկանալով, որ սա ավելի պրոբլեմային է եւ փորձեց աշխատել ճիշտ այնպես, ինչպես աշխատում էր ժամանակին հենց KGB-ն։ Կոմպրոմատներով մարդկանց գտնելով, որոնց կարելի է ասենց պատին դեմ տալ եւ ասել կամ սա դու պիտի անես կամ Ինչու է Փաշինյանը պայքար սկսել եկեղեցու դեմ հենց նախընտրական շրջանում։ Ռոբերտ Քոչարյանը ռացիոնալ պատասխան գտնել չի կարողանում։ Այնպես է ստացվել, օրինակ, երկրի առաջնորդը տգետ է եւ մեծակետ։ Հակաեկեղեցական արշավի հիմքում եկեղեցին մաքրելու փաշինյանական հեքիաթը չէ, վստահ է երկրորդ նախագահը։ Հակառակ դեպքում նա իր շուրջ չէր հավաքի ամենավարկաբեկված հոգևորականներին։ Ինքը քանդեց այն բացատրությունը, որով ինքը փորձում էր ներկայացնել իր շարժարիտները։ Միգուցե նրա համար է արվում, որ խոստում ունի 300,000 ադրբեջանցիների հետ բերելը եւ հետ բերել մի միջավայր, որտեղ նաև մեր եկեղեցին, որը մեր ինքնության հենասյունն է, հենասյուններից մեկը, միգուցե սա պետք է քայքայված լինի։ Այս անկյան տակ նաև փորձենք նայել։ Պետության առաջնորդի գործառույթն է եկեղեցու մաքրությամբ զբաղվելը։ Երկրորդ նախագահը պնդում է, ամենևին ոչ, բայց եթե առաջնորդը նմանվում է գործակալի ու գերնպատակ դարձնում վրեժխնդիր լինելը, ուրեմն ոչինչ բացառված չէ, կարծում է Քոչարյանը։ Ու հարցը ներել չներելու մեջ չի, հարցը նա է, որ դու չպետք է քո էներգիան ուղես միայն դրան։ Այդ Գրաֆ Մոնտե Կրիստոն լավ ֆիլմ է։ Իսկապես նայվում է այդ ֆիլմը։ Բայց եթե դու ֆիքսված ես դրա վրա, դու խնդրեմ ունես։ Համենայն դեպս դու այդ դեպքում պետք է որևէ հանրային գործով չպահվես, ապագայի մասին չմտածես եւ կենտրոնանաս, ասենց անցյալում քեզ վատություն արած կամ քեզ դավաճանած մարդկանց հետ հաշիվներ մաքրելու վրա։ Սա լավ բան չի, հատկապես երկրի առաջի դեմքի համար։ Մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանին, որի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրությունն է։
Նախկինների ստվերի հետ կռիվ տալ նշանակում է առաջ չգնալ, ասում է Քոչարյանը եւ բացատրում, թե ինչու 1998-ին իշխանության գալուց հետո այդ վտանգավոր ճանապարհը չի ընտրել։ Սա Երևան քաղաքում այն ժամանակ եղել է երկու հատ բենզազապրավկաներ երկու հատ էր։ Մեկը գազանանոց է ճանապարհի վրա, մեկը արդեն չեմ հիշում որտեղ էր։ Հիմա ես այն ժամանակ այդ սաղ դարդերը թողած անգնեմ թե ինչ որ մարդ են դատում։ Հիմա Նիկոլ Փաշինյանը գնացել այդ ճանապարհով։ Ես համոզված եմ մենք կթունավորեինք ուղղակի մթնոլորտը։ Եվ այն նպատակը, այն մարտահրավերները, որը իմ առջև այն ժամանակ կաղնած էր, հաստատ ես պետք է շեղվեի ամբողջությամբ այդ թեմաների մեջ։ Իսկ ինչ է լինում, երբ օր ու գիշեր մտածում ես միայն պատժելու, վրեժխնդիր լինելու մասին։ Լինում է այն, ինչ ունենք այսօր։ Շարունակ թմբկահարվող տնտեսական աճ եւ ոչ մի տոկոսով չնվազող աղքատություն, արձանագրում է Քոչարյանը։ Մոտ 8 տարում աղքատությունը ոնց ընդունել են, այդպեսին էլ մնացել։ Իմ ժամանակ մենք միջին տնտեսական աճ ունեցել ենք 10.5% տարեկան։ 10 տարվա ընթացքում միջին աճ։ Եվ 10 տարվա ընթացքում աղքատությունը 56%-ից իջել է մինչև 25%։ Իսկ տնտեսական աճը զուգորդվում է աղքատության նվազման հետ։ Եթե չի զուգորդվում, նշանակում է կամ նկարված է տնտեսական աճը, կամ դրանից օգտվում է միայն մարդկանց մի փոքր շրջանակ։ Ուրեմն այդ գումարները ուղղակի մսխվում են։ Կամ նկարում են, բայց պարտքը չեն նկարում, պարտքը իրական պարտք է։ Մնացած թվերը նկարում են ինչ որ ձևի արդարանալու համար։ Գրավիչ թվեր հնչում են նաև կենսաթոշակների մասին հայտարարություններում։ Իշխանության ներկայացուցիչները հպարտանում են, թե 22%-ով միջին կենսաթոշակն է ավելացել եւ ոչ մի խոսք 26% գնաճի մասին։ Երբ որ դու ինֆլյացիայի մասով ավելացնում ես թոշակը, դրա անունը թոշակ ավելացում չի։ Դրա անունը ինդեքսացիա է։ Ось դա այն է, ինչ դու պարտավոր ես անել։ Հիմա այդ ինչ որ պարտավոր են անել ներկայացնում է որպես թոշակի ավելացում, ինչ լավություն արեցին։ Եվ եթե դուք համեմատեք այդ նույն ընթացքում քանի տոկոսով աճել պետական պաշտոնյաների աշխատավարձերը, նո ֆանտաստիկայի ժանրից է։ Ֆանտաստիկայի ժանրից։ 14 միլիարդ դոլար է այսօր Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը, նկատում է երկրորդ նախագահը։ Ընդգծում, արտաքին պարտքի սպասարկման վճարը ավելի շատ է, քան կրթությանը հատկացվող փողը։ Բայց դա չի քննարկվում Հայաստանում, այլ այն, թե ինչ գույք է Ռոբերտ Քոչարյանը իր կառավարման տարիներին իբր Ռուսաստանին նվիրել։ Իբրև թե դուք Հայաստանին պատկանող կարևորագույն կառույցները գույքը տվել եք Ռուսաստանին։ Իրականում գույք պարտքի դիմաց գործարքը կատարվել է ատոմակայանի նորոգման համար հատկացված $100 միլիոն պարտքը մարելու համար։ Այդ պարտքը կամ պետք է մարեինք քաշով։ Եվ ընդհանրապես բյուջեն այն ժամանակ եղել է $300 միլիոն։ Հետո սկսեց աճել եւ ավարտեցինք մոտ 2.5 միլիարդով։ Եվ այդ գաղափարը գույք պարտքի դիմաց ծնվեց հենց այդ գործարքը իրականացնելու համար։ Ինչ ենք տվել այդ 100 միլիոնի դիմաց։ Գործարան Մարս, Հրազդանի Փշեկը, հինը առանց 5-րդ բլոկի եւ 3 գիտահետազոտական ինստիտուտ։ Մարս գործարանի հիմնական արտադրությունը 1 օր չի աշխատել։ 1 օր։ Ու բազմաթիվ գործարքներ բրիտանացիների, ֆրանսիացիների, գերմանացիների, ամերիկացիների, իտալացիների հետ։ Բաշխիչ ցանցերը ձեր կարծիքով ում ենք սեփականաշնորհել։ Չգիտեք, սեփականաշնորհել ենք բրիտանական ընկերության։ Հետո արդեն այդ բրիտանական ընկերությունը, երբ որ կորուստների դեմ պայքարեց, իսկապես լավ աշխատեցին։ Ծախեցին RAOE-ին ռուսական։ Իրենք են ծախել վաճառ։ Հիմա նայեք, ես ինչ ցանկ եմ վերում, բաշխիչ ցանցեր, բրիտանական, Viola Ջուր, ֆրանսիական, կոնյակի գործարան, ֆրանսիացիք, հյուրանոցներ, Ամերիկա, Իտալիա, Զվարթնոց, Արգենտինա, ասենց որ քաջարան գերմանական քրոնիմետ ընկերությունը հայտնի ընկերություն է։ Այն ինչ որ արվել է նաև դրսի եվրոպական, կանադական տարբեր երկրների ներդրողների հետ, սրանց իշխանության օրոք, սրանց մի մասը դառան ռուսական սեփականություն։
Հասկանում եք, սա եւ դու այդքանից հետո Ռուսաստանի դեմ այցի քաղաքականություն վարել, Ռուսաստանի աշխարհակաղակական դիրքերը թույլատնելու ուղղությամբ, ոչի մոտ այդ կոգնիտիվ դիսոնանսի բանն արա, ինչ է քանում, ինչ է։ Ինչու է երկրի ղեկավարը քայքայում պետականության հիմքերը։ Ըստ Քոչարյանի 3 տարբերակ կա. կամ գործակալ է, կամ մեծամիտ տգետ, կամ միտումնավոր է անում։ Երկրորդ նախագահը շեշտում է, Փաշինյանի գործակալ լինելու մասին փաստեր չունի, ենթադրություն է։ Եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ ճիշտ այն քայլերը, որոնք այսօր արվում են։ Բայց ես փաստեր չունեմ, սա իհարկե ենթադրություն է։ Թեկուզ վերջերս հենց Փաշինյանի կողմից նշանակված նախարարը հայտարարեց, որ ինքը փաստեր ունի եւ շուտով կհրապարակի։ Երևի ցանոթ եք այ հայտարարության պաշտպանության նախարար աշխատած ազնվորություն։ Քոչարյանի խոսքով միգուցե այսօր գործ ունենք մի ղեկավարի հետ, որի անձնական շահերը հակադրվում են պետության իրական շահերին։ Այլապես ինչու նա պետք է Արցախը ճանաչեր Ադրբեջանի կազմում, դրանից առաջ էլ մերժեր պատերազմը օր առաջ կանգնեցնելու առաջարկը։ Ինչու պատերազմում պարտության բեռից երկիրն ազատելու համար պետք է հրաժարական չտար։ Երկրի շահերից է բխում անկասկած օր առաջ կանգնեցնել այդ պատերազմը։ Պատերազմը չի կանգնեցրել մեկ պատճառով, որ իրեն դավաճան չասեն։ Երկրորդ դեպքը անմիջապես պարտվելուց հետո երկրի շահերից է բխում, որ պարտված ղեկավարը հրաժարական տա, հնարավորություն տա, այս մաքրվել այս պարտությունից եւ նոր առաջնորդ փորձի վերանորոգել այն խնդիրները, որոնք ծանրացել են երկրի վրա պարտության հետ կապված։ Լիլիթ Խալաթյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Բացատրությունն է։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։